Ուրեմն խոսենք հիմքերից, հա, վախն է, վախից եկեք խոսենք, վախն է ընկած հիմքում, ինչու, որովհետև մարդը վախենում է ինչպես արդեն ասացի, որ կարող է կորցնել այդ երջանկությունը, կարող է կորցնել այդ հաճույքը եւ դրա համար ինքը իրեն թույլ չի տալիս դա զգալ եւ փախնում է, չգիտեմ, հեռուստացույցի, սերիալների, համակարգչային խաղերի մեջ, փախնում է աշխատանքի մեջ, չգիտեմ, թմրադեղեր, տղաների մոտ շատ տարածված է գարեջուր, հա, խմիչք, տարբեր տեսակի ինչ-որ ալկոհոլ պարունակող խմիչքներ, կարծես այն հաճույքները, որը ինքը իրեն թույլ է տալիս, այդ սուրագատ կոչվող հաճույքներն են, ինչպես կարող եմ դա թարգմանել դրսից, հա, եկող, դրսից ձեռք բերվող հաճույքներն են, ինչ որ հեռուստացույց դիտել, գարեջուր խմել կամ ինչ որ թմրադեղեր, ինչ որ հիմար ժամանցներ, որը այդ պահին կարա մարդուն ինչ որ դրական հույզեր հաղորդի, բայց այն բուն ներքին ուրախությունը կարծես մարդը չի զգում։ Արդարության եւ անարդարության հարցերն են հիմքում ընկած, որ շատ հաճախ նման մարդկանց հետ երբ որ խոսում ենք, նրանք օրինակ ասում են, ինչպես ես կարող եմ ինչպես կարող եմ ուրախանալ, երբ որ օրինակ ազգս տառապում է, երբ որ մարդիկ սոված են, Աֆրիկայում երեխաները չգիտեմ, հագուշ չունեն հագնելու եւ մարդը կարծես այսպես ունի անարդարության ինչ որ բան, զգացում, որի պատճառով ինքը իրեն թույլ չի տալիս վայելել եւ ուրախանալ։ Նույնիսկ եթե ինքը ինչ որ բանի համար պիտի ուրախանա, պիտի վայելի, կարծես դա ծածուկ է լինում, թաքցնում է, հա, ոչ մեկ չի իմանա, որ ես ստեղ ուրախացա, ստեղ ապարեցի, ստեղ ինչ որ մի առիթ նշեցի, որովհետեւ հիմա բոլորը տխուր են եւ ավելի ճիշտ է եւ ավելի նորմալ է լինել տխուր ինչպես բոլորը։